Oh
Երկուսիցինգը Ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քարոզիա պատերազմ։ Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էր պատերազմ էր։ Պատերազմ, որ տեղի ունեցավ ոչ թե մեզանից տասնամյակներ առաջ, այլ ընդամենը 2 տարի առաջ։ Կրկին անգամ փաստ արձանագրելու համար նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախնապես ունենալով մի շարք առավելություններ։ Այդ առավելություններն էին նախաձեռնված գործողությունների մանրակրկիտ ծրագրված լինելը, հարձակման հանգարցակիությունը։ Մյուս շաքերտավոր առավելությունն այն է, որ ադրբեջանական արկածախնդիր ղեկավարությունը պատրաստ է փոքր հաջողությունների դիմաց զոհաբերել մարդկային եւ այլ կորուստներ, մինչդեռ հայկական կողմը միշտ կաշկանդված է հատկապես մարդկային մեծ կորուստներ չունենալու մտահոգությամբ։ Հայր Ալիևի օրոք 1993-94 թվականներին Ադրբեջանը անակնկալ հարձակումներ սկսեց, ունենալով շոշափելի առաջխաղացումներ, սակայն ծանր հատուցեց ձեռնարկած արկածախնդրության համար եւ դիմեց զինադադարի խնդրանքով։ Սակայն հայկական կողմը շտկեց իր սահմանագիծը հարյուրավոր հայորդիների նահատակության գնով։ Որդի Ալիևի ձեռնարկած հարձակումը մարդկային կորուստների առումով ծանր հետևանքներ ունեցավ, իհարկե ոչ նախորդի չափով, ինչը անխուսափելի է ներկայիս ռազմատեխնիկական հնարավորությունների պայմաններում։ Սակայն փաստ է, որ հակառակ ադրբեջանական կողմի ունեցած առավելություններին հայկական կողմին հաջողվեց կասեցնել թշնամուն, գրեթե թույլ չտալով նրան առաջանալ դեպի հայկական տարածքներ, ինչը իր հերթին կմեծացներ կորուստների ծավալն ու կշիռը։
2-ի գիշերը ժամը 3-ին Արցախ-Ադրբեջան ամբողջ սահմանագծով որոտացին ոսոկի գրեթե բոլոր զինատեսակները։ Դավադիր մեր թշնամին հավատարիմ մնալով իր գենետիկորեն ներկ բնույթին և չդավաճանելով, դավով ու անակնկալով հանկարծակի բերելու իր բազմադարյան ավանդույթին, գիշերային խաբարի մեջ գրոհեց մեր առաջին գծի վրա։ Եվ խաղաղասեր մեր ազգի գլխին աջրոտ ամպրոպի պես պայթեց պատերազմը, այս անգամ քարոզիա։ Գիշերով թափուն դիրք է գրավել, մեր ամյուցներին մոթել, տխատել,
վեր ելավ քնից, հագակ զրա, զենք, ձեր հոգում մատաղ, հետախույս տղեր, նայեցիք մահին ժպտացիք անվաղ, ժամն էր փրկելու երկիրը Արցախ, հասակ, լսեցիք լուրը ահավոր, պայթեց նռնակը ձեռքում վիրավոր, Քյարամ, Անդրանի, Կարմենակ, քաջեր, մինչ հիմա կանգնին հայոց հողին տեր, լսվեց հրաման, դեպ մարտի, առաջ, հասնենք օգնության Մալոյանին քաջ, ինչպես արյուծը փակված վանդակում, առանց փամփուշտի սպասում էր դիրքում, ինչպես փոթորիկ սրացակ առաջ, վայրա բանորեն թուրքին ընթարաջ, մահնար համարած առաջ էին վազում, արկերի ձայնը անգամ չէր ուզում, թշնամին շատ է, թվով առավել, հաղթելու համար պիտ մինչ մահ կռվել։ Թնդում էր հողը ստեր պայքրուներից, երկինքը ցնցվում կրակոցներից, դիակներն հնձված հասկի պես ընկնում, հայ նավարայրի կռիվն էր կրկնում, հակառակորդը ցնցվեց հարվածից, հիշեց պատկերներ դաժան անցյալից, հուշկու գրոհից գլուխը կորցրեց, 50 զոհ տալով փախուստի դիմեց, անվաղ սրտերով առաջ գնացիք, ձեր առջև բացվեց արյունոտ տեսիք, տեսակ հաշոտումը սրբապիծ թուրքի, վրեժից հասումը պատեց ամենքին, եկավ հրաման ինչպես շանթարգել, պիտ ամեն գնով դիրքը պահպանել, եթե պետք լինի մինչև մահ կռվել, սակայն հետ բերածը նորից չհանձնել, մռայլ մի զգացում ձեր հոգին պատեց, թեժմարտից հետո փամփուշտներն հատեց, նորից վեր ելավ առաջնորդը մեծ, նայեց ամենքին, տխրորեն դիմեց, տղերք, եղածը իզուր մի վատնեք, վերջին փամփուշտը ձեզ համար պահեք, երբ ձեր հույսն վերջին կսկսի մարել, հրաժեշտ տվեք ձեր կյանքին ջահել։ Մի թողեք կամքի ենթարկվել հույսին, գործեցեք վայել քաջ հետախույսին, հիշեք կանոնը գրված մեր գրքում, հետախույզը ողջ գերիչին։ Խոր հայացքները իրար հանեցին, ծանր վիճակին համակերպվեցին, գիշեր ոգին ամենքին պատեց, սառնասիրտ վճիր իսկույն կայացվեց, սակայն ուրիշ էր կամքը բարձրյալի, չպիտի ինքնեի դիրք անցյալի, շարժիչի ձայնը դիրքին մոտ լսվեց, երկրից ուղարկված մեքենան կանգնեց, նորից կյանք արավ մարտիկը մեռած, սառած մարմնի մեջ արյունը եռած, հասկացան զուր են լուսախապ եղել, իրար ձայնեցին, փամփուշտ են բերել, կրկին թնդացին զենքերը լռած, կրակի ձայնը դարձյալ դղրդաց, վերածնված խումն ուժերն հավաքեց, մի ուշկու զարկով թուրքին ջախջախեց։ Այսպես կատարվեց անսպասելին, 20 հոգին ջարդեց 150-ին, անհաղթ է ոգին, ուր բոց է վարվում, քանակն անզոր է, երբ սիրտն է կրվում, թե կհանդիպեք դուք այս տղերքին, մի փնտրեք իզուր մեր հերոսներին, դուք չեք ճանաչի դեմքերն այս տվայր, նրանց անուններ կմնան անհայտ, մի հիշատակեք նրանց երգերում, պահեցեք նրանց լող ձեր մտքերում, սակայն եւ իսպար դուք մի մոռացեք, եւ հնարավոր է այս դուք լավ իմացեք, ձեզ ծանոթ մեկի համեստ մարմնում, նրանցից մեկի սիրտն է բավախում։
մեր պատմության առասպելածին զավակները։ Նրանք իրանց կիսատ երազանքներով և մկրտված կյանքի վերջով մի նոր կյանքի սկիզբ ավետեցին։ Նրանք եկան որ բանաստեղծի ասած խոսքերով քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր քաջերի ձեռքին։ Նրանք երկրային մեր պահապանները, մեզ վերից տրված այդ լույս ճողերը հավերժական լույսի մեջ անեացան, այս անգամ դառնալով մեր երկրային պահապան հրեշտակները և մենք երկրային արարածներս, խոսքով ու երգով, երազում ու արփնի պետք է խնկարկենք նրանց անուն առանուն։ Կյանքս կտամ հայրենիքիս, ոգիս աստուն պատիվսից, ձերքս որդուսից սերս մայրերին կտամ։ Հպարտ հայաց, բարի շպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, ուրիշ հպարտ հայոց բաներ պատիվ ունեմ։ Խոսքս ուզում եմ սկսել Գարեգին Մերձեի խոսքերով։ Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, գործառնում դրա պակասից։ Հայ ժողովուրդը ճակատագրի բերումով իր հայրենիքում ապրում է այնպիսի մի աշխարհագրական դիրքում, որ 7000-ամյա պատմության մեջ միշտ եղել են այնպիսի իրավիճակներ, որ հանուն հայրենիքի հայ ժողովուրդը, հայ զինվորը կենացու մահ կռիվ է տվել։ Գիտակցելով, որ իրենց կյանքն են նվիրելու իրենց հայրենիքին, այնուամենայնիվ արեցին ամեն ինչ։ Արեցին, երբ որ ադրբեջանական էսկալացիան սկսվեց, մեր տղաները գրեթե անպատրաստ կարողացան դիմակայել ադրբեջանական զինուժին և նրանց գործողություններին, ցավոք սրտի այդ ընթացքում մենք ունեցանք խորից ավելի զոհեր։ Մենք խոնարհվում ենք այդ տղաների և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայրենիքների առջև։ Խոնարհվում ենք մեր օրյա հերոսների առջև։ Չգիտեմ, միջոցառման ընթացքում մտածում էի ծափահարենք, թե չծափահարենք, որտև չափազանց շատ ինքս հուզվեցի, բայց մտածում էի և մի կարևոր եզրահանգման է կա, իհարկե ծափահարենք, ոնց կարելի է Աբոջյանի նման տղուն չծափահարել, Արմենակ Ուրֆանյանին չծափահարել, Քարոս որովհետև իրենց կյանքը զոհաբերելով կյանք տվեցին մեզ, մեր հայրենիքին կյանք տվեցին։ Այսօր մեր պաշտպանված հայրենիքում մենք այստեղ կրթական պրոցես ենք իրականացնում, երեխաներին կրթում, դաստիարակում ենք, հայրենասիրություն ենք սերմանում։ Շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին։ Անուշ ամեն ինչ շատ լավ էր։ Շատ հուզարժան շնորհակալություն քեզ երգերը բեմադրելու համար, շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այսօրվա միջոցառման կազմակերպման հարցում, շնորհակալություն մեր երեխաներին, որ շատ լավ պատասխանեցին, հատկապես շատ հուզական էր 16-րդ պոստի իրադրությունը և մանումենցի կյաժի գործողությունները կեցես։ Ուզում եմ, որ մեր երեխաները առաջին հերթին մեծ հայրենասերներ լինեն։ Այս պահին մեր երեխաները իրենց հայրենասիրությունը կարող են դրսևորել որպես աշակերտներ լավ սերտելու բոլոր առարկաներից տրված ծրագրային նյութերը։ Սա մեծ հայրենասիրություն է այս պահին, որովհետև այդ գիտելիքները հետագայում կարելի է կիրառել
ցանկացած ոլորտում, այդ թվում նաև հայրենիքի պաշտպանության։ Այն մի կտորը հիշում եք 16-րդ պոստում, որ հարցնում եք Յաժը, հրամանատարին ասում է նռնակը, ձեր մոտ է հարց է տալի, ինչու, որտեղ տեսնում էր, թե ինչ է կատարվում։ Եվ նռնակը գործի դրեց, և իր հետ մի քանի ադրբեջանցու նաև սպանեց։ Շատ սիրում, անուշ ոսկեր էր, հայրենիքը սերը, հողը կյանքը։ Եվ այդ սկզբունքով փորձենք դաստիարակել մեր երեխաներին, որպեսզի հետագայում Աստված մի հարասցե, թշնամու ցանկացած ոտնձգություն հանդիպի մեր ուժգին հակահարվածին, երբ մղենք և մեր սահմանները անառիկ պահենք, սուրբ պահենք մեր սուրբ ու գեղեցիկ երկիրը։ Շնորհակալություն։